И, пожалуйста, обратите внимание на магнолию. Ее посадил Айвазовский, а великий армянин Айвазян. Через пару лет этой магнолии будет 200 лет. Я батумская жительница, я здесь родилась. Я грузинка, Беридзе. Мой папа грузин, с горной Аджарец, а мама русская. А я жила, у меня все одноклассники армяне. Мои друзья все армяне, потому что я училась в русской школе в городе Батуми, в 7-й школе. Значит, вы хорошего мнения об армянах, в общем. Это для меня самый надежный народ. Да, спасибо. Я дружу, у меня все друзья армяне. Եթե մենք այդքան հուսալի եւ ազնիվ ենք, ապա ինչու ենք փոխում մեր ազգանունները հայտնվելով օտար երկրներում։ Այվազովսկի, Մանթաշով, Ազնավուր, Պարաջանով, Կասպարով, Şer. Şimdiki yabayı yere vurduğu zaman Çeşme kadınların önünden kulak fışkırıyor. Dün de şebeke suyunda sorun vardı herhalde, bugün de açmamışlar. Arkadaşlar Polonya'nın vurmakta arkadaşlar. Atların tanrısı ne? Այլ ձեզ, դուք տեր հայրն եք հայկական եկեղեցու եւ ուզում եմ իմանալ ձեր կարծիքը ինչու է հայության թիվը պակասում Բաթումում 27000-ից դարձել են 8000։ Ինչու։ Բարև ձեզ, Աստված օրհնի, կյանքի դրվագները ստիպում են մարդկանց տեղափոխվել այս կամ այն երկիր, Հայաստան, ուրիշ քաղաքներ եւ այլն։ Դադարում է այ համայնքի անդամ լինել եւ ինտեգրվում է ավելի ուրիշ հասարակություն, ուրիշ համայնքի մեջ։ Սապուտական են այս կանցել փողոցի տասնուկները։ Այս է կանցի փողոցը։ Շիմացե տանցի։ Նայ։ Լիքը։ Հետո սա տրոտուարների վրա աթոռները դրել են մարդիկ անցնում։ Այդ նույն բանը Հայաստանին է սպասում։ Türkiye'de kıyma altı, kıyma. Değil mi? Oturdu var mı acaba böyle? Իշտերի հայերը ասում են լավ է մեզ ստեղ։ Մենք լավ ենք ապրում թուրքերի, վրացիների հետ։ Այսի ազնների հետ շատ լավ են։ Լավ են ապրում։ Բայց ավանց փողի։ Այդ չունը որ հայություն շնորհություն ասում։ Չունեն էլի։ Հայությունը քիչ է։ Ո՞վ է շատ Քիչ է։ Թուրքերն են որ սա 90% թուրքերին են, կազմում են ռեստորանը։ Ես մտածում եմ, որ Վրաստանում բոլորը, ոչ միայն թուրքերը, այլ բոլոր ազգերը, նույնիսկ ռուսները, որ չէ, ըստ պատմության գիտեն, որ խնդիրներ ունի Վրաստանը Ռուսաստանի հետ, այսօր շատ հանգիստ Բաթումի փողոցներում, բիզնեսի մեջ, գործի մեջ ամենտեղ տեսնում եք։
27-ից դարել 8000։ Ի՞նչն է պատճառը, չեն պակասել։ Ամեն մարդ գտել աշխատանք գնում է, էլի ինչ է, այստեղ աշխատանք չկա, բան չկա։ Բայց ուրիշ տեղից գալիս են, թե աշխատանք գտնում են։ Ո՞վ են գալիս են, գալիս են Թուրքիայից։ Թուրքիա լիքն են։ Հա, բա աշխատանք կա իրանց համար։ Կա փողը, պոտի ունենացող աշխատանք։ Հա, բա հայերը չկարացան, թե փող աշխատեն։ Հայերը ստեղ արեստավոր էին, Հա։ Դրա համար թողեցին գնացին։ Ստեղծեցինք ազգային խմբակներ, մշակութային խմբեր, երգի բարի, ունենք նախակրթարան մանկապարտեզ, ասմունքի խմբակ, գեղագիտական խմբակ։ Բայց կոմոց խփեք, ձեր ջարդեցի։ Ինչ է քո անունը։ Ինչ է քո անունը։ Ինչ է քո անունը։ Ասա ինչ անունը։ Ասա։ Լավ, հելոք եք, ձեր։ Քո անունը ինչ է։ Ապրես, քո անունը ինչ է։ Հա։ Ասեք ձեր անունները։ Ակոնը։ Տիմոֆեյ։ Ստեֆանիա։ Բաթումում շատ փողոցներում էլ տեսանք թուրք տուրիստներին եւ ընդհանրապես թուրքական բիզնեսները։ Արդյոք նրանք ինչ որ կարող է պատճառ հանդիսանան հայերի, ասենք, բիզնեսի թուլացման եւ հեռացման քաղաքից, որովհետեւ ամենուրեք թուրքական ուրեմն բիզնեսներ եւ տուրիստներ եւ դրոշակներ նկատեցինք Բաթումի քաղաքում։ Թուրքերը այստեղ շատ են, որովհետև կողքը շատ մոտ է սահմանը, այստեղից աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ Թուրքիայում, նաև վրացիները գնում են այնտեղ աշխատելու, թուրքական գործոնը տարածաշրջանում այո շատ մեծ է, բայց որ ազդի հատկապես ֆիզիկական իմաստով հայ պակասելու վրա չեմ կարծում, որովհետև հայերը, ովքեր հատկապես Բաթումի հայերը իրենց ուրույն տեղում։ Այս բոլոր շենքերը կառուցված են թուրքական կապիտալով եւ բանվորական ուժով։ Բաթումի հայերի մասնակցության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Դեր հայ, գիտեք, Հայաստանը գնում է դեպի թրքացում, Ռուսաստանը դուրս է գալիս կամաց տարածաշրջանից եւ Թուրքիան ներեգործում, ներմուծվում եւ Վրաստանի էկոնոմիկայում եւ Վրաստանի կյանքում մշակութային եւ կենցաղական եւ նաեւ նույնը անում է հիմա սպասվում է Հայաստանում։ Մենք այդ առումով է մեզ համար Բաթումի փորձը շատ հետաքրքիր։ Ինչ է, եթե կա մեկ դպրոց թուրքական օրինակ, հա, դրա հետ մեկտեղ կա երկու ռուսական դպրոց, հա, կամ բրիտանական դպրոց։ Մենք ունենք հնարավորություն վրացական դպրոցում հայոց լեզու գրականություն անցնել, հա։ Բա հետո վերջ ինչ է լինելու, վերջը Ինչ պետք է։ կվերանան հայությունը, սենց որ գնա։ Հետո ինչ անի։ Էլ հայ չի մնացել։ Չի մնա հետո իրանց համար իրանց ոտքերին հայ կմնա թե չի մնա։ Ում ոտքերին վրացին։ Իրանց վեճը չի։ Զավան։ Հա։ Այնպես պատժեշկա չեն անում, բա։ Ինչ պատժեշկա։ Չեք զգում տես պատժեշկա։ Luis Ахалкалака. Жили с Арганами. Какого вы мнения об армянах? Есть Ахалкалаки, только Ереван. Армяне. Человек есть. И какие они люди? Какие люди? Хорошие, добрые, злые, не злые? Нормальные? Ахалкалаки человек, да? Да. Чуть-чуть опасный, да. Салты, хорошо человек, армяне. Ахалкалаки чем опасны? Ахалкалаки все кричат. Кричат?
Da. Ձևուցը։ Все армянский есть, да. Цалка мало. Հա։ Халкалакида цалка армяне. Это вообще Тихие. Спокойные. цалка армяне, хорошо армяне, а халкалаки нет. Нет. Լավա բրանք։ Վերջապես իմացանք օտար երկրներում սիրված լինելու գաղտնիքը։ Նախ պետք է բիզնեսը հանձնել, հետո պետք է քչանալ, պակասել, արտագաղթել, որ քեզ սիրեն։ Բաթումը ոնց է կյանքը։ Ինձ համար լավ է։ Ահա։ Wi-Fi-ка просто сам порозова. Конечно, крыса! Кайфуем, сегодня мы с тобой кайфуем, а я опять тебя целую и забываю обо всем. Кайфуем, тебя я сам себе ревную, да просто мы с тобой кайфуем, не вспоминая ни о чем. Тихо-тихо сердце бьется от любви. Ты расслабься и в глаза мне посмотри. В этот вечер нам с тобою по пути. Мне красивой такой не найти. Клубника, ежевика, малина, голубика. Dünyaya sığmayan Tanrı, Hazreti Meryem'in karnına sığdırmasını ifade etmektedir Kâr-ı. Yine Hazreti Meryem ve Hazreti İsa Birazdan sonra gerek. Hepiniz What city you are from? What city you are in Turkey? Türkiye. İstanbul? Samsun. Yerevan. Ermenistan. Yeah. Is that İzmir? İzmir, Bodrum. Where are you from? Türkiye. What city? Ankara. Ankara.
Where are you from? I am from Diyarbakır. Diyarbakır. Evet, Diyarbakır. Are you Kurdish? Evet. Oh, Yes, you are yes, Kurdish. Yes, Kurdish. All of you Yes. Kurdish. Oh, but did you see this one? 1915, 2015, Ermeni. Armenian genocide. Yeah. You know about Yeah. that? English, no. Ee, 1915 yılında Gürcü insanların düşüncesine göre 1915 yılında katledilen Ermeniler adına bu arka tarafında bulunan Ermeni Ortodoks Kilisesi yapılmıştır. Ve gördüğünüz üzere 3 tane mezar taşı var. Sol tarafta bir tane Katolik mezar taşı, diğer ikisi ise Katolik harçları düz harç şeklinde yapılır. Ortodoks harçları ise uçları biraz daha kıvrımlıdır. Diyarbakır'da, Mardin'de, Urfa'da gördüğünüz kiliselerde zaten genellikle Ortodoks harçları biraz daha kıvrımlıdır. Değil mi? Deiruz'da falan olsun, Diyarbakır'da Meryem Ana Sürp Biraylı olsun, hepsinde aynı. Զբոսաշրջիկներ են գալիս օրական մեծ խմբերով, մի քանի խումբ գալիս է, բայց իրենք չեն ցուցադրում 1915 թվականի եւ 2015-ի խաչքարը, որը դրված է ձեր եկեղեցու բակում։ Ինչու՞։ Այո, խաչքարը ինքն իրեն գործոն է մեծ, որովհետև հիշեցնում է, կարող եմ իմաստել լուր են ուղղակի մնում, բայց ոչ բոլորն է, որ անտեսում են։ Շատերը, հիմնականում շատերը, որոնց մենք նկատում ենք, թուրքերի իրենց տուրիստներին անպայման ասում են ցույց են տալիս, այո։ Իսկ միգուցե բարյացակամ ժպտալու փոխարեն արգելվի մուտքը եկեղեցի այն տուրիստական խմբերի, որոնց ծրագրում միտումնավոր բացակայում է հայոց մեծ եղեռնի խաչքարի ցուցադրումը եւ իբրև ապացույց իմ հաջորդ հարցազրույցը։ I'm from Turkey. Did you see this one, another one, Another one? It's 1915 to 2015 genocide. That's a cross No. over there. Sorry. 1915. Yes. 1915. Yeah. Here's also. What? Armenia. Yeah. Armenians. Deeds of Armenia. Yeah. Okay. Yeah. But you don't show them that one, huh? Yes. Why not show? It says 1915, 2015. 100 years of No. Armenian 1915. genocide. Yeah. No. 1915. Yeah, 1915. 1915. Okay. Yeah. You don't show it. Yes. You don't say about that. Это могут быть клоуны только, которые церковь посещают как здание, а не как церковь. И что спрашивать, и что не знаю, что от них ожидать. Я спросил у их гида, почему вы не показываете памятник геноциду. Он сказал, это не входит в нашу программу. Как это не входит? Ходят, смотрят, заходят в армянскую церковь. По церквям заходят, да. Что они там потеряли, я не знаю. Вот такие вот у вас изменения. И это грозит сейчас Армении.
Yes, you